իմ կողքը հենց հիմա գտնվում է մի հրաշալի անձնավորություն, որի անունն է Ֆրունզ Արսենյան, դուք բոլորը հավանաբար ճանաչում եք, որը 90-ականներից հրաշալի պատմություն էր կերտում Քրիստոսի մարմնում ամբողջ Հայաստանում, չնայած նա սկզբում եղել է երգիչ, երաժիշտ, նրան շատերը աշխարհիկ ժամանակվանից են ճանաչում, բայց հետո իր տաղանդներով, իր շնորհքով պատմություն կերտեց Քրիստոսի մարմնում այն ժամանակ, երբ որ Հայաստանում ոչ հույս կար, ոչ լույս կար, ու նա իր տաղանդով ու շնորհքով ծառայեց իր երկրին, ծառայեց Քրիստոսի մարմնին, Տիրոջը ու հրաշալի պտուղ բերեց։ Ֆրունզ եղբայր ջան, կուզեմ, որ ձեր սրտից ինչ-որ հրաշալի խոսք ուղեք մեր ժողովրդին, Տիրոջ ժողովրդին։ Սիրելիներ, ես էլ շնորհակալ եմ Սևակ ջան, օրհնում եմ Աստծուն, բոլոր նրանց համար, ովքեր ինձ լսում են, ուզում եմ հիշեցնեմ ժողովի խոսքից հետևյալ խոսքերը, որ ժողովողն է ասում, Աստված ամեն բան արարեց եւ հավիտենությունը փնտրելու փափակ դրեց մարդու սրտի մեջ։ Գիտեք, հավիտենության փնտրտուքը միայն հոգի ունեցողը կարող է ունենա, եւ մարդն է միայն, որ ունի հոգի, եւ դրա համար, եթե դուք անկեղծ գտնվեք ձեր հետ, կտեսնեք, որ միշտ ձեր կյանքում ինչի էլ որ հասնում եք, միևնույն է ինչ որտեղ կա որ դատարկ է։ Ես դա ասեմ, դա ձեր հոգու մասն է, որը կարողանում է միայն հագենա, երբ հանդիպում է իր արարչին։ Աստծո խոսքն ասում է մենք վախի հոգին չենք առե, հապա որդեգրության հոգի ենք առե, որով աղաղակում ենք Աբա Հայր, ինքը հոգին մեր հոգու հետ տալիս է վկայություն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Այսինքն, երբ որ մեր հոգին մենակ է, մենք չենք հագենում, կարող է աշխարհը վաստակենք, կարող է ունենանք մեծ հաջողություններ, կարող է ունենանք միլիարդներ, բայց միևնույն է մեր հոգու դատարկությունը կարող է հագենա, երբ որ Տիրոջ հոգին գա ու բնակվի մեր հոգու հետ։ Դրա համար իմ հորդորն է ձեզ, մի կորցրեք ձեր շանսը, ձեր պահը, ընդունելու Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ, հետևելու նրան ըստ իր ավետարանի, եւ այդ ժամանակ դուք իրապես կտեսնեք, որ ձեր հոգու պակասը լրացվեց, հագեցվեց։ Աստված օրհնի ձեզ, այս կարճ պատգամով հորդորս է, ընդունեք Հիսուսին որպես Տեր ու ծառայեք նրան ձեր կյանքի մնացած ժամանակը։ Աստված ձեր հետ։ Ամեն։ Շատ շնորհակալություն Ֆրունզ եղբայր ջան, դուք դեռ շատ անելիքներ ունեք ու ես հավատում եմ, որ նոր ստեղծագործական կյանքը, նոր օծությունը կբխի եւ շատ մարդիկ դեռ կօրհնվեն ու չեք էլ իմանա Աստծո արքայության օրենքների համեմատ ինչպես է տարածվելու ձեր խոսքը, ձեր երգը, ինչքան ազդեցություն է ունենալու ու Աստված փառավորվելու է ձեր միջոցով, ձեր շնորհքի, ձեր տաղանդների միջոցով, Հիսուսի անունով։ Տերը օրհնի, շնորհակալ եմ Ամեն։ Աստծո։